Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ հակասում են մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին, եւ նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է, հայտարարել է ավստրալիա-բրիտանացի աշխարհահռչակ փաստաբան, իրավաբան գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը։ Իրավաբանի խոսքերով, մեջբերում ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել։ Նա պարզապես պատասխանել է վարչապետի իր եւ իր եկեղեցու դեմ ուղղված չափազանցված ու սադրիչ հարձակումներին։ Հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար հանցավոր մասնակցության, բռնության կամ այլ ապօրինի գործողությունների մասին։ Առավելագույնը դա կարող էր նշանակել եկեղեցու պաշտպանություն հասարակական աջակցությամբ կամ հրապարակային դիրքորոշմամբ։ Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է սահմանադրությամբ, ինչպես դա երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ պատշաճ կերպով վավերացված է միջազգային պայմանագրերով, չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ունեն այդպիսի իմաստ, մեկնաբանություն կամ հետևանք։ Այդպիսով իրավական առումով նշանակություն չունի արդյոք վարչապետը արդարացի հիմքեր ուներ եկեղեցու կամ ամբաստանյալի քննադատության համար։ Կարևորն այն է, որ պարոն Կարապետյանը որևէ կոչ չի արել կառավարությունը բռնությամբ տապալելու այն հանցանքը, որով նրան մեղադրում են։ Պետությունն իրավական հիմք չի ունեցել Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու գոյություն չունեցող հանցագործության համար, ասված է հայտարարության մեջ։